փոքրիկներ։ Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխաներ։ Հեքիաթի սենյակի ձեզ եմ ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, ինչպես տեսնում եք, այսօր ես եւ Արևիկը մենակ ենք։ Հյուր չունենք։ Այսօր մենք ենք ընթերցելու։ Այո, եւ ընտրել ենք շատ հետաքրքիր ստեղծագործություն։ Այսօր ընտրել ենք Քիփլինգի ստեղծագործություններից մեկը, թե ինչպես վերափոխվեց Սկետի կոկորդը։ Սիրելի փոքրիկներ, հեքիաթի սենյակում մենք արդեն ներկայացրել ենք Քիփլինգի ստեղծագործություններից մեկը, թե ինչպես ուղտը դարձավ սապատավոր։ Արևիկ, տեսնում ես, Քիփլինգի մոտ կան թե ինչպեսների շարք։ Մենք անպայման բոլորը, այո, ձեզ ներկայացնելու ենք։ Այսօր հերթն է, թե ինչպես վերափոխվեց Սկետի կոկորդը։ Խոստանում ենք ձեզ անմոռանալի հաղորդում եւ շատ հետաքրքիր հեքիաթ է լինելու։ Սիրելի փոքրիկներ, ինչպես տեսնում եք, մենք գտնվում ենք Դանիելյան Art Studio-ում։ Արդեն հիշեցնելու եւ ասելու կարիք էլ չկա։ Դուք արդեն տեղյակ եք եւ այսօր մեզ հետ լինելու է Դանիելյան Art Studio-ի սաներից մեկը, Քրիստը, ով կպատկերի այս հրաշալի ստեղծագործության հերոսներից մեկին։ Ում ցանկանա։ Այո, դե ինչ երևի թե ժամանակն է որ սկսենք։ Այո։ Թե ինչպես վերափոխվեց Սկետի կոկորդը։ Վաղուց, շատ վաղուց, ծովում ձուկ ուտելով ապրում էր մի կետ։ Նա կերավ աստղաձկանն ու ձողաձկանը, խեցգետինն ու աքերին, տափաձկանն ու գայլաձկանը, կատվածուկ ամուսիններին, թյունիկին ու փյունիկին, եւ նույնիսկ իսկական, ամենաիսկական ոլոր-մոլոր օձաձկանը։ Նա իր մեծ բերանով կերավ իր գտած բոլոր ձկներին, այսպես, հապ։ Եվ այդ մեծ ծովում մնաց մեկ հատիկ ձուկ, խորամանկ ձկնիկը վտանգից խուսափելու համար լողում էր կետի աջ ականջի հետևում։ Կետը կանգնելով պոչի վրա ճչաց. «Ես սոված եմ»։ Խորամանկ ձկնիկը բարակ, խորամանկ ձայնով հարցրեց. «Ազնվազարմն ու վեհանձն կետազգի, դու երբևէ մարդ կերել ես»։ «Ոչ, իսկ դա ինչ բան է»։ «Լավ բան է, լավն է, բայց կոշտ ու կոպիտ է»։ «Դե ուրեմն, մի քանի հատ ջարիր ինձ համար», հրամայեց կետը, պոչով ալեկոծելով ծովը։ Եթե լողաս հյուսիսային լայնության 50 եւ արևմտյան երկայնության 40 աստիճանով, ապա ծովի մեջտեղում կհանդիպես լաստի վրա նստած կեստկլոր կեսհակած միջև ծնկները հասնող կապույտ քաթանե տաբատով մի զույգ տաբատակալով եւ մեծ ծալովի դանակով նավաբեկյալ մի նավաստու, ով ճիշտն ասած անսահման իմաստուն է ու հնարամիտ։ Եվ այսպես կետը լողաց հնարավորի չափ արագ, լողաց հյուսիսային լայնության 50 եւ արևմտյան երկայնության 40 աստիճանով, եւ ծովի մեջտեղում լաստի վրա տեսավ կեստկլոր կեսակած կապույտ քաթանե տաբատով մի զույգ տաբատակալով եւ մեծ ծալովի դանակով լքյալ կորուսյալ նավաբեկյալ մի նավաստու, ոտնաթաթերով ջուրը չփչփացնելիս։ Հետո կետը բացեց բերանը դեպի հետ համարյա մինչև պոչը ու հապ կուլ տվեց նավաբեկյալի լաստը, վրան նստած նավաստուն կապույտ քաթանե տաբատով, տաբատակալով եւ ծալովի դանակով։ Ապա ուղարկեց ցած իր տաք մութ ներքին ամբարը, ճպճպացրեց շրթունքները, այսպես, ճպ, եւ 3 անգամ պտտվեց պոչի վրա։ Հենց որ նավաստին, ով անսահման իմաստուն էր ու հնարամիտ, հայտնվեց կետի տաք մութ ներքին ամբարում, ոտքով ուժեղ խփեց, չրփեց, թխկացրեց, թխթխկացրեց, ցատկեց, ցատկոտեց, չխկացրեց, չխչխկացրեց, կծեց, կծոտեց, սողաց, սողսողաց, ոռնաց, կոնկռնաց, ելավ, ընկավ, բառաչեց, հառաչեց, չոքեց, պպզեց, թռավ թռվռաց, նավաստու կրակոտ պար բռնեց, չնայած բոլորովին էլ տեղին չէր, իսկ կետը իհարկե իրեն դժբախտ զգաց։ Եվ այսպես կետը դիմեց խորամանկ ձկնիկին. «Այս մարդը շատ կոշտ ու կոպիտ է, հետո էլ զկրտոցս բերում է, ինչ անեմ»։ Ասա թող դուրս գա, խորհուրդ տվեց խորամանկ ձկնիկը։ «Դուրս եկ եւ քեզ կարգին պահիր, ես ուժեղ զկրտում եմ», կոկորդով մեկ դեպի ներս ձայնեց կետը նավաբեկյալ նավաստուն։ Չէ, այդպես չի լինի, ընդհակառակը, պատասխան տվեց նավաստին։ Տարից իմ հայրերի ապունքը, դեպի Ալբիոնի ճերմակ ժայռերը, հետո կտեսնենք,
Եվ նավաստին շարունակեց էլ ավելի ուժեղ բարել։ Ավելի լավ է նրան տուն տանես, խորհուրդ տվեց խորամանկ ձկնիկը, քանի որ ես քեզ զգուշացրել էի, որ նա անսահման իմաստուն է ու հնարամիտ։ Եվ այսպես կետը մեծ դժվարությամբ եւ լողաթաթերով եւ պոչով լողաց այնքան, որքան թույլ էր տալիս զկրտոցը։ Վերջապես տեսավ նավաստու հայրենի ափունքը, Ալբիոնի ճերմակ ժայռերը։ Կիսով ջրից ելավ, փռվեց լողափին ու լայն բացեց բերանը։ Բոլոր այն ուղևորները, որոնք գնում են Վինչեսթեր, Աշուելոտ, Նաշուա, Քին եւ այլ կայարաններ, Ֆիչբուրգ տանող ճանապարհին Հենց կետն ասած Ֆիչ նավաստին ափ իջավ, բայց մինչ կետը լողում էր, նավաստին, որ իրոք անսահման իմաստուն էր ու հնարամիտ, հանել էր ծարովի դանակը, կտրել լաստը, հյուսել փոքրիկ քառակուսի խաչաձև ցանցապատ, ամուր կապել տապադակալով, քարշ տվել, հասցրել էր կետի կոկորդը եւ թողել այնտեղ խրված։ Հետո արտասանել էր հետեւյալ երկտող ոտանավորը. ցանցապատով իմ այս մեծ ախորժակիտ դրի վերջ։ իսկ նավաստի իռլանդացի էր։ Ծովաքարերը խշխշացնելով նա գնաց տուն մայրիկի մոտ, ով նրան թույլ էր տվել ոտնաթաթերով ջուրը չփչփացնել։ Շատ չանցած ամուսնացավ ու ապրեց երջանիկ։ Կետը նույնպես ամուսնացավ, բայց այդ օրվանից ցանցապատը, որից ոչ մի կերպ չկարողացավ ազատվել, ոչ հազալ դուրս հանելով, ոչ էլ հազալ կուլ տալով, արգելում էր նրան շատ փոքր ձկներից բացի այլ կենդանիներ ուտել։ Ահա թե ինչու այժմ կետերը մարդիկ, տղաներ կամ փոքրիկ աղջիկներ չեն ուտում։ Խորամանկ ձկնիկը գնաց թաքնվեց հասարակածի դռների տակ, տիղմի մեջ։ Նա վախենում էր կետի զայրույթից։ Նավաստին իր ծալովի դանակը տուն բերեց, նրա հագին կապույտ քաթանե տաբատներ, երբ ոտք դրեց ծովաքարերին։ Տաբատակալը մնացել էր կետի կոկորդում ցանցապատին կապած։ Արևիկ, մի բան հասկացար։ Ես, այո, ձկնիկը իր խորամանկությամբ ինքն իրեն փրկեց։ Այո, եւ այստեղ տեղին է ասել, որ կապ չունի, թե ով քանի կիլոգրամ է կշռում, չէ՞, որովհետեւ Մտքին տեղ լինի։ մենք մտածում ենք, որ հնարավոր չէ կետին հաղթել, բայց կարևորը խելքն է։ Խելքը այս փոքրիկ ձկնիկը եւ մարդկանց փրկեց, եւ իհարկե իրեն։ Դե ինչ, կարծում եմ արդեն ժամանակն է, որպեսի տեսնենք Թե որ հերոսին է պատկերել Քրիստը։ Ժամանակն է, որպեսի եզրափակել մեր հաղորդումը։ Այո, բայց շնորհակալություն հայտնենք Ֆրուտ Կապիտալին, որը աջակցում է միջուկի սենյակին։ Եվ իհարկե երեխաներին կոչ անենք, որ երբեք չմոռանան, որ ամեն շաբաթ պետք է դիտել Մեքիաթի սենյակը։ Կարող եք դիտել նաև YouTube-ում եւ գրել ձեր առաջարկները։ Իսկ հիմա իրոք հրաժեշտ տանք։ Ցտեսություն։